Ինչպես շաբաթներ առաջ հայտնի դարձավ դերասան Կարեն Հովհաննիսյանը և նրա նախկին կինը դերասանուհի Մանե Հակոբյանը ամուսնալուծության որոշում են կայացրել։ Նախկին զույգը ունի 1 երեխա, ում հետ երկուսն էլ ակտիվորեն ժամանակ են անցկացնում և հաճախ հրապարակումներ անում իրենց սոցիալական էջերում։ Բաժանումից հետո նրանց հրապարակումները հաճախ ուշադրության կենտրոնում են հայտնվում։ Երբեմն դրանք ընտանեկան ջերմ պահեր են, իսկ երբեմն էլ ենթատեքստերով խոսքեր, որոնք ըստ հետևորդների կարող են ուղղված լինել մեկը մյուսին։ Այս անգամ Կարեն Հովհաննիսյանը նոր գրառում է արել, մեջբերելով բավական կտրուկ միտք, այն էլ ռուսերենով։ Ավելի լավ է տհաճ ավարտ, քան այդ տհաճության հավերժ ընթացքը։ Թե ինչի մասին է այս գրառումը և արդյոք այն կապ ունի նրա անձնական կյանքի հետ, ենթադրությունները թողնում ենք ձեզ։ Հավելենք նաև, որ իրենց բաժանության մասին Կարեն Հովհաննիսյանը հայտնել էր իր վերջին հարցազրույցի ընթացքում։ Զրույցին իհարկե հետևել էր Starnews.am-ը, առանձնացնելով ամենահետաքրքիր դրվագները։ Հաղորդավարի հարցին, արդյոք իր կյանքում նոր փոփոխություններ կան, դերասանը հաստատել է, որ վերջին շրջանում կարևոր փոփոխություն է տեղի ունեցել։ Ինքը և կինը՝ Մանե Հակոբյանը որոշել են բաժանվել։ Փոփոխություն վերջին շրջանում, այո, կա իմ կյանքում։ Մենք՝ ես ու Մանեն բաժանվեցինք։ Շատ սիրուն, շատ կոկիկ, առանց ավելորդությունների, ընդհանուր համաձայնությամբ, առանց ավելորդ լարվածության։ Մինչ օրս այդ ամեն ինչը շատ սիրուն պահում ու պահպանում ենք, քանի որ մենք ունենք ընդհանուր բալիկ, մեր հրաշք Նանեն, նշել էր նա։ Կարենի խոսքով, իրենց բաժանումը որևէ կերպ կապված չէ երեխայի հետ։ Նրանք պարզապես հասկացել են, որ իրենց ճանապարհներն այլևս չեն համընկնում։ Դերասանը նաև ընդգծել է, որ մեծ հարգանք ունի նախկին կնոջ նկատմամբ և վստահում է նրան հատկապես իրենց դստեր դաստիարակության հարցում։ Ես իրեն շատ հարգում, կարևորում եմ, վստահում, որովհետև դաստիարակության մեծ մասը մեր պուճուրի իր ձեռքերում է։ Շատ լավ է, որ մենք ընդհանուր համաձայնության ենք գալիս, որ նույն մոդելի դաստիարակություն ունենա մեր երեխան, ասել էր նա։ Կարենի խոսքով, տարբեր խոսակցությունների արդյունքում երկուսն էլ հասկացել են, որ ճիշտ կլինի շարունակել յուրաքանչյուրը իր ճանապարհով։ Տարբեր խոսակցություններից հասկացանք, որ ինչու շարունակել, եթե ինչ-որ բան ճիշտ չի գնում։ Մենք բավականին հասուն մտածող մարդիկ ենք և միասին որոշեցինք գնալ մեր ճանապարհներով։ Դերասանը նաև նշել է, որ արդեն մոտ 1 ամիս է, ինչ իրենք բաժանված են։ Չնայած դրան, Կարեն Հովհաննիսյանն ընդգծել է, որ շարունակում են մնալ լավ ընկերներ և անում են ամեն ինչ, որպեսզի իրենց հարաբերությունների փոփոխությունը որևէ կերպ չազդի դստեր Նանեի վրա։ Կարենը նաև նշել էր, որ դստեր հետ խոսակցություն են ունեցել ու փորձել են խաղի կամ էլ խաբեության միջոցով նրան համոզել ու բացատրել իրավիճակը։ Նանեն այն տարիքում չէ, որ կարողանանք բացատրել իրողությունն ու ամբողջությամբ պարզ ձևով ներկայացնել իրականությունը, նշել էր Կարենը։ Հարկ է նշել նաև, որ և Կարենի և Մանեի հարաբերությունները, անձնական կյանքը, նրանց սոցիալական հարթակներում արված հրապարակումները միշտ լի են եղել հետաքրքիր շրջադարձերով։ Ամիսներ առաջ էլ Live-room հաղորդման հարցազրույցներից մեկում Կարենն անկեղծացել էր, որ երբեք չի ցանկացել, որ իր կինը լինի շոու բիզնեսի ներկայացուցիչ կամ զբաղվի դերասանական գործունեությամբ։ Այս թեմայի շուրջ քննարկումների ժամանակ Մանեն նույնիսկ չէր կարողացել զսպել հույզերն ու արտասվել էր, սակայն նա միշտ հույս էր հայտնել, որ Կարենը մի օր կփոխի իր կարծիքը։ Հուսով եմ, Կարենը ինչ-որ մի օր կփոխի իր որոշումը, անկեղծացել էր դերասանուհին, քանի որ մասնագիտական սահմանափակումները զույգի համար բավականին զգայուն թեմա էին։ Սակայն հարկ է նշել նաև, որ վերջին ամիսների ընթացքում նկատելի էր փոփոխություն։ Բանն այն է, որ Մանեն նախ նկարահանվեց Վերջին զանգը հեռուստասերիալում, ապա նաև նրան հեռուստադիտողը հիմա տեսնում է Գոյամարտ ֆիլմում, ինչն ապացուցում է, որ սերն ու փոխզիջումը կարող են հաղթահարել նախկինում հաստատված ցանկացած սկզբունք։ Սակայն, իհարկե, մարդիկ կարծում են, որ հենց սա էլ կարող է լինել զույգի բաժանման պատճառներից մեկը։ Զույգը դեռ ամիսներ առաջ միասին մասնակցել էր Ամալիա Հովհաննիսյանի հարցազրույցին ու անկեղծորեն պատմել իրենց կյանքի մանրամասներից։ Խոսելով իրենց միության հիմքերի մասին, նրանք նշել են, որ իրենց սերը սկսվել է շատ բնական, բայց միևնույն ժամանակ պատասխանատվության մեծ զգացումով։ Հաղորդավարի այն հարցին, թե ինչպես ստացվեց, որ հասկացան հենց դիմացինն է այն մարդը, ում հետ պատրաստ են ընտանիք կազմել, Կարենը նշել էր, որ ինքը միշտ փնտրել է իր արժեքները կիսող մեկին։
Դերասանը խոստովանել է, որ ծանոթության հենց առաջին պահից Մանեի մեջ տեսել է այն հասունությունը, որն իրեն պակասում էր կամ որը փնտրում էր, եւ դա միանգամից եկող զգացողություն էր, որ գտել է իր մարդուն։ Անդրադառնալով հանրության կողմից հաճախ քննարկվող 16 տարվա տարիքային տարբերությանը, Կարենը շեշտել է, որ իրենց ներքին աշխարհում այդ տարբերությունը երբեք գոյություն չի ունեցել։ Նա մանրամասնել է, որ Մանեի հասունությունը, նրա լրջությունն ու կյանքի հարցում ունեցած խորը մոտեցումները թույլ են տվել, որ իրենք հավասարը հավասարի պես հաղորդակցվեն։ Հաղորդավարի դիտարկմանը, թե արդյոք 16 տարվա տարբերությունը երբևէ զգացվել է կենցաղում կամ շփման մեջ, Մանեն արձագանքեց, որ երբեմն իրեն ավելի մեծ է զգում, քան Կարենը։ Ըստ նրա, իրենք այնքան նման են մտածում, որ տարիքի մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը հարցնում է այդ մասին, իսկ իրենց միջև որևէ տարիքային անդունդ գոյություն չունի։ Անկեղծացել էր զույգը։ Վերջերս Մանեն հանդես եկավ մի նախագծում, որտեղ մարմնավորում էր գլխավոր հերոսներից մեկին։ Համացանցում քննարկումները շատ էին, կարծիքներն էլ տարբեր, սակայն հիմնականում քննարկում էին, թե ինչպես եղավ, որ Կարենը համաձայնվեց, որ Մանեն լինի եթերում։ Կարենն ասաց. «Ինչի՞ չես հարցնում, ինչու դեմ չէի։ Առաջարկից հետո ձայն չեմ հանել 3 օր։ Ինքն էլ չի խոսել։ Ասեց. չի հետաքրքրում ինչի բան չեմ ասել։ Ասացի հետաքրքրում ա։ Ուղղակի վախենում էի վատ արձագանք ստանալ։ Կոնֆլիկտ լիներ, փոշմաներ։ Ասեց, որովհետև քեզ շատ եմ սիրում ու ուզում եմ երազանքներիդ հասնես, գիտակցում եմ, որ բացի մենքից դու առանձին անհատ ես, կար մի շրջան, երբ տանուլ էի տալիս ընտանիքը, ոչինչ չէի հասցնում, թողեցի եւ ընկա խորը դեպրեսիայի մեջ, որովհետև անսովոր էր աշխուժ ապրելակերպից հետո կորցնել ամեն ինչ, երկար տանջվելուց հետո դիմեցի մասնագետի, անկեղծացել էր Մանեն։ Դե իսկ Star News-ն առաջարկում է դիտել նաև Կարեն Հովհաննիսյանի եւ Մանե Հակոբյանի դստեր մասնակցությամբ մի քանի տեսանյութ, որոնք այս ընթացքում զույգը հրապարակել էր իրենց սոցիալական հարթակներում։ Okay, le puccini.